Արմլու լրատվականի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական շիշ բռնող Հայկ Սարգսյանի եղբայր Նայիրի Սարգսյանին ևս 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում չեն ընդգրկել։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ շաբաթ օրը կայացած ՔՊ վարչության նիստի ժամանակ 20 հոգանոց վարչությունը դեմ է քվեարկել Նայիրի Սարգսյանի թեկնածությանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին գրել էինք, որ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ամենասկանդալային պատգամավորների Հայկ Սարգսյանը ևս չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու։ Նշել էինք նաև, որ ՔՊ-ական աղբյուրներից պարզել էինք, որ ՔՊ վարչությունը նրան մերժել է միաձայն, գրեթե 20 հոգանոց վարչությունը ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։ Մերժման պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, նրան մեղադրելով կոռուպցիոն հակումներ ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից, իշխանական աղբյուրների փոխանցմամբ Հայկ Սարգսյանն ու նրա եղբայր Նայիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը Երևանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։